Այսօր շարունակելու ենք մեր սերտողությունը, անունը սերտողությունը, բայց արդեն ոչ թե հերթով ենք գնում, այլ ընկել ենք Աստվածաշնչի տարբեր տեղերից ենք դուրս բերելու բաներ, հիմնականում, որոնք կապված են մեր պատրաստվելու հետ։ Եվ ուզում եմ առաջին հայտարարեմ հետևյալը։ Ոնց որ մի ամսից ավել է, որ սերտողությունը չենք արել, ոնց որ մի հատ ուզում եմ նախաբան ասեմ, այն հերվից սկսեմ որոշ բաներ հիշեցնելով, նոր գանք գնանք մեր հունի մեջ։ Մարդկության մեծագույն թշնամին մնում է մահը։ Բայց շնորհակալություն Աստծուն, որ մեզ հասկացրեց, մենք այն մարդիկ ենք, որ Աստծո խոսքով ընդունեցինք, որ հետմահու կյանքը կա։ Արդեն մահը չի մեր թշնամին։ Դելի թշնամի է, բայց դե պարտված թշնամի արդեն։ Մենք հավատում ենք, որ հետմահու կյանքը կա եւ այդ հետմահու կյանքը միանշանակ չէ, տարբեր վիճակներ կան։ Եվ Աստծո խոսքը մեզ ասում է, որ կա Աստծո հետի կյանք, կա Աստծուց հեռու եղող կյանք։ Եվ որպեսզի Աստծո հետ ապրենք, պետք է համապատասխան պատրաստություն ունենանք։ Աստվածաշունչը մեզ ամեն մանրամասն սովորեցնում է, ինչ անենք, որ Աստծո հետ կարողանանք ապրել։ Գողոսացիների 3-ի հենց սկզբից գրված է, որ հարություն առեք, արդեն վերինները մտածեք, վերինները փնտրեք, դուք մեռաք, եւ ձեր կյանքը պահված է Աստծո մոտ, Քրիստոսի, հա? Որտե՞ղ է։ Դուք մեռաք ձեր Աստծո մոտ Քրիստոսի հետ, երբ որ Քրիստոս մեր կյանքը հայտնվի, մենք էլ նրա հետ փառքով կհայտնվենք։ Ինչի համար եմ ես ասում, ես ստեղից եմ ուզում, այս դռնով եմ ուզում մտնենք, ստեղից շարունակենք։ Նախ բոլորը գիտեն, որ մահը դեպի ներքև է տանում, բայց պատրաստ մարդկանց, աստվածապաշտ մարդկանց դեպի վերև է տանում։ Ես ասում եմ, վերինները փնտրեք։ Այդ վերինները երկրային վերինների, երկնային վերինների մասին է խոսքը։ Աստծո մոտինի մասին է խոսքը։ Մեր կյանքը պահված է Աստծո մոտ։ Կյանք ասած, գիտենք, Աստված կյանք ասելով, որ հիմա մարմնով ապրում ենք, սրան նկատի չունի։ Կյանք ասած նկատի ունի այն կյանքը, որ Աստծո մոտ է։ Այն կյանքը, որ Քրիստոսով, այդ կյանքը նկատի ունի։ Այդ կյանքը մենք ունենք արդեն։ Երբ որ ապաշխարել ենք, մենք այդ կյանք ունենք։ Պարզապես հիմա տա մեր ձեռը կարող է կորցնենք։ Պահելա Քրիստոսի մոտ։ Երբ որ Քրիստոսը գա, հայտնության մեջ գրված է, Հիսուսն այս ահե շուտով գալու եմ եւ իմ վարձքը իմ հետ է։ Երբ որ գա այդ վարձքի մեջ, մեր կյանքը կտեսնենք։ Ինչ որ վաստակել ենք, ավելիով մեզ տրվելու է։ Շնորհակալ եմ Աստծուն։ Հիմա, բայց որ ասում եմ վերինները փնտրեք, եւ դա ես հավատում եմ պատրաստության սկիզբն է։ Տեսնենք Աստվածաշնչում ինչպիսի մարդիկ են եղել, որ այդ ճանապարհով անցել են, վերիններն են փնտրել եւ արժանացել են Աստծո վերին կոչումին։ Եվ մի քանի մարդու անուն արդեն շեշտել ենք, ուզում հիշեցնել պարզապես, առաջինը Ենովքի մասին հիշեցինք, որ գրված է Աստծո հետ քայլեց։ Ամբողջ Աստվածաշնչի մարդկանց մեջ երկու հոգու համար է գրված, Ենովքի եւ Նոյի համար, որ Աստծո հետ քայլեց։ Ես հիշեցնում եմ պարզապես, բայց հարկ եմ համարում հիշեցնեմ։ Մենք այս խոսքը ունենք մեր մեջ, որ ասում ենք Աստված քո հետ։ Ասում ենք ոմանց Աստված քո հետ։ Բայց այս գրվածը նշանակում է դու Աստծո հետ։ Որտեղ որ ասում ենք Աստված քո հետ, այսինքն դու ինչ որ ճանապարհ ես գնում, դու ինչ որ գործ ունես, դու ինչ որ ծրագիրներ ես կատարում, Աստված լինի քո հետ։ Բայց որ մարդն է Աստծո հետ քայլում, սա նշանակում է ոչ թե նախաձեռնությունը մարդու կողմն է, նախաձեռնությունը Աստծո կողմն է։ Ոչ թե ես ինչ որ բան եմ որոշում Աստված գա իմ հետ, այլ ես համաձայնում եմ Աստծո որոշումի հետ։ Իմ որոշումները դնում եմ նրա ոտքերի տակ, ես համաձայնում եմ նրա որոշման հետ։ Նա ուր գնաց, ես եմ նրա հետ գնում, ոչ թե ես ինչ որ տեղ գնում, ասում արի իմ հետ։ Այսօր այս երկու մարդկանց համար գրված է Աստծո հետ քայլեց։ Եվ դրա համար էլ նրանց մասին միայն բարի բաներ է գրված։ Միայն լավ բաներ է գրված։ Ըստ ժամանակագրական ժամանակագրության Նոյից հետո Աբրահամն էր ճանաչված Աստծո մարդ։
Մի քանի բառեր ուզում հիշեցնեմ Աբրահամի մասին, որ ասում հիշեցնում, այսինքն խոսել ենք այդ մասին, պարզապես հիշեցնեմ։ Աբրահամի կյանքի ամենահատկանշական մասը որն էր, որ ինքը իր որդուն դրեց զոհասեղանի վրա։ Ով որ ծնողը լավ գիտի, ինչ է նշանակում որդուն դնել զոհասեղանի վրա։ Դնել, այսինքն զոհել։ Մի բանի եմ ուշադրություն դարձրել։ Մինչև այդ մի բանը ասելը, մի հատ պատմություն եմ լսել, այս պատմությունը ասեմ նոր։ Մի քանի լավ նենց Աստծուն փնտրող մարդիկ որոշում են մտնեն աղոթքի մեջ, այնքան աղոթեն, մինչև Աստծո ձայնը լսեն, դրան Աստված ինչ ասում։ Աղոթում են երկար, դե ես չեմ հիշում ինչքան է տևում այդ աղոթքը, վերջապես Աստված խոսում է։ Եվ ինչ ասում Աստված, ձեր ունեցածը ծախեք տվեք աղքատներին եւ եկեք իմ հետևից։ Գրված է Սուրբ Գրքում։ Բայց մեծ էլ ես մարդիկ, հիմա թե մեկից ասկսեն, թե բոլոր միասին ասում, չէ, ես Աստծո չէ, ես սատանան էր։ Եվ սկսում են դեպք քշել։ Ստերից հասկանում ենք, որ ճիշտ է, անկեղծ էին, ուզում էին Աստծուն լսել, բայց այն բառերը, որ իրանց դուրը չեկավ, վերագրեցին սատանային։ Ուրեմն Աստծո ձայնը դեռ չեն ճանաչում։ Հիմա Աբրահամին Աստված ասեց քո որդուն տար զոհի։ Եթե Աբրահամը այս մարդկանց նման լիներ, միանգամից կասեր սատանայից է։ Բայց Աբրահամի են գերազանցությունը, խորությունը, հոգևորությունը նրանում է, որ նա Աստծո ձայնը ճանաչում էր։ Որ նա չշփոթվեց։ Միգուցե Աստված չի ասում, չէ, նա հաստատ համոզված էր, որ Աստված է ասում։ Թեկուզ եւ շատ ծանր բաներ, թեկուզ եւ իր սրտին համեմատ չէր եւ այլն, բայց նա համոզված էր, որ սա Աստծո ասածն է։ Այ Երանի մեզանից յուրաքանչյուր այդպես ջոկենք Աստծո ձայնը։ Չշփոթենք հանկարծ Աստծո ձայնը։ Դե Աստծո ձայնը ջոկելու համար պետք է շատ հաղորդակցվել։ Ում ես շատ ես հաղորդակցում, եղել է, որ ես մեկին երկար ժամանակ զանգած չեմ եղել։ Զանգել եմ, մեկ էլ միանգամից անունս տվել են։ Ես ասում ես ձենիսս ճանաչեցիր, ուրեմն լավ սլուխ ունես։ Երանի լավ հոգևոր սլուխ ունենանք եւ Աստծո ձայնը ճանաչենք։ Հիմա Աբրահամը նաեւ իր համար գրված է արդեն Եբրայեցիների թղթում, որ իր որդուն զոհում էր։ Նա այն աստիճաններ հավատում վերի զորությանը։ Ես մտածված եմ այս բառերն ասում։ Այսինքն վերևում ինչ վիճակ է, վերևում, այսինքն ոչ թե միայն Աստծո մեջ, այլ Աստծո ամբողջ այդ տիրապետության մեջ։ Աստված կարող է հարություն տալ։ Եբրայեցիների թղթում գրված է, Աբրահամը սենց էր մտածում, Աստված կարող է հարություն տալ։ Ժողովուրդ, Աստված այս օրինակները գրել է մեր համար։ Ամեն, մեր համար է գրել։ Որ ինչպես նրանք էին մեր նման միսուարուն ունեցող մարդիկ, բայց եղան վերին մտածողության մարդիկ եւ եղան հավատքերոսներ, այսօր մեզանից յուրաքանչյուրը, քանի դեռ երկրի վրա ենք, հնարավորություն ունենք այդ մարդը լինելու։ Ապարտադիր չի մեր անունը փոխվի, բայց հնարավորություն ենք Աստծո մարդ լինելու։ Հաջորդը ես ուզում Աբրահամի թոռին Հակոբին ասել։ Հակոբը այնքան էր գնահատում օրհնությունը, որ նույնիսկ անուղիղ ճանապարհներով նա ուզում էր օրհնություն վերցնել։ Բայց ամենայն հատկանշականն է, որ մի գիշեր, ամբողջ գիշեր հրեշտակի հետ մարտնչեց եւ ասում էր՝ «Մինչեւ ինձ չօրհնես, քեզ բաց չեմ թողի»։ Գիտեք, սա հոգևոր արժեք եմ ես համարում։ Մենք ինչ քայլեր կարող ենք անել Աստծո օրհնությունը վերցնելու։ Ինչ քայլեր կարող ենք անել, չգիտեմ։ Կարող ենք ամբողջ գիշեր մենամարտել։ Չեմ ասում, ինչ որ մեկի հետ մենամարտենք։ Ծունկերի վրա աղոթենք։ Մինչև չօրհնես, ես ծունկից չեմ ելնի։ Օրինակ եմ ասում։ Հակոբը այդ մարդն է, դրա համար Աստված նրա անունը փոխեց, դրեց Իսրայել, որ նշանակում է այդ օրհնության համար մարտնչող եւ հաղթող, եւ իր ամբողջ սերունդը այդ օրհնության, ինչ ասեմ, բանն է, արդյունքն է։ Իր աղբեր Եսավը օրհնությանը չգնահատեց։ Դրա համար այսօր Հակոբի սերունդը կա եւ աշխարհում ճանաչված է, իսկ Եսավի սերունդը չկա։
Սա օրհնության պատճառն է։ Մենք էլ մեր հոգևոր քայլերը ազդեցությունն են նաև մեր սերունդների վրա։ Ամեն ասում եք սրան։ Մեր ամեն մի հոգևոր քայլը մեր սերունդների վրա ազդեցություն ունեն։ Հակոբից հետո Հակոբի տղա Հովսեփի մասին եմ ուզում ասել։ Հովսեփն էլ հավատքի հերոս։ Հովսեփն էլ Հիսուսի խորհրդապատկերն է։ Բոլոր գիտեք, Հովսեփի իր աղբերները ծախեցին, կարելի ասել վատություն, որտեղ կարելի ասել հենց լավ էլ վատություն արեցին։ Բայց գրված է, որ Աստված նրա հետ էր։ Ես մի բան եմ հավատում։ Եթե Հովսեփը իր եղբայրների նկատմամբ ատելություն պահեր իր սրտում, Աստված իր հետ չէր լինի։ Աստված ատելություն ունեցող մարդու հետ չի լինի։ Ես հավատում Հովսեփը ներել էր իր եղբայրներին։ Դրա համար Աստված իր հետ էր։ Բայց սա ամենը չի։ Հովսեփի կյանքի կարևոր իմ կարծիքով կարևոր մաս գիտեք որն է։ Երբ որ մեղքի գայթակղությունը եկավ, երբ որ իր տիրոջ կինը Հովսեփին սկսեց նեղել, առաջարկություն անել, Հովսեփը մի հատ նախադասություն ասեց, որ իմ համար սա հոգևոր բարձր մակարդակի նախադասություն է։ Ասեց Աստծո առջև ես ինչպես ես մեղքի գործեմ։ Աստծո առջև Հովսեփը հասկանում էր, որ ինքը ինչ անի Աստծո առջև է։ Մարդ չտեսնի, բայց Աստված տեսնում է։ Աստծո առջև ես ինչպես այս մեղքը գործեմ։ Եվ ինքը ոչ թե միայն այդ խոսքերն ասեց, այլ նաև հաստատ մնաց այդ խոսքերի վրա։ Ինքը փախավ։ Ինքը գիտեր, որ իրանք կբռնեն, ես չեմ կարծում գիտեր, թե բանտ կդնեն, հետո էլ վարչապետ կդառնա, չէ։ Ավելի հավանական էր, որ իրանք կսպանեն, որտեղ ինքը ստրուկ էր։ Եվ իր միջոցով կատարվեց այն խոսքը Եբրայեցիների 12 գլխի մեջ որ գրված է։ Արյուն թափելու չափ հակառակ կեցեք մեղքին։ Հովսեփը այդ քայլը արեց։ Արյուն թափելու չափ հակառակ կեցավ մեղքին։ Եվ դա մեծություն էր։ Դրա համար Աստված Հովսեփին բարձրացրեց։ Հիմա նորից եմ ասում, այս բոլորը մեր համար օրինակ են։ Եբրայեցիների 11 գլխի մեջ է սրանց շատերի անունները, 12 գլխի մեջ ասում, այս վկաների բազմությունը մեր առջև է։ Այսքանը հիշեցում էր կարելի ասել, մի մասն էլ հիշեցում չէր, բայց հիշեցման կարգով գնանք։ Այսօրվա իմ ներկայացնելու հիմնական նյութը Մովսեսի կյանքն է։ Մովսեսի ամբողջ կյանքը չէ, Մովսեսի կյանքից մի քանի կարևոր մտքեր։ Ժամանակագրության տվյալով Հովսեսից հետո, ճիշտ է 400 տարի հետո, բայց Մովսեսն է։ Մովսեսի պատմությունը գիտենք։ Ինքը ծնվեց իսրայելացու ընտանիքում, բայց մեծացավ Փարավոնի տանը, այսինքն իրան գցեցին ջուրը, այդ ժամանակ էր, որ հրեա տղաներին գցում էին ջուրը, Փարավոնի աղջիկը վերցրեց, պահեց, որպես իրան որդի, եւ գրված է, դա արդեն կարդամ Գործք առաքելոցի մեջ, ներեք ճիշտ չէի գտե։ Կարդամ Գործք առաքելոցի մեջ 7-րդ գլխում գրված է Մովսեսի մասին։ Երբ նա դուրս գցվեց, Փարավոնի աղջիկը նրան, ուրեմն Գործք առաքելոց 7-րդ գլխի 21 համարից եմ կարդում։ Փարավոնի աղջիկը նրան վերցրեց եւ իբրև իր որդի մեծացրեց։ Մովսես եգիպտացիների բոլոր իմաստությունով վարժվեց եւ զորավոր էր իր խոսքերով ու գործերով։ Ու երբ 40 տարեկան եղավ, իր սիրտը ուզեց իր եղբայրներուն Իսրայելի որդիներուն այցելել։ Ստեղից ուզում եմ սկսեմ այսօրվա իմ պատգամը։ Եվ ես ամիսներով պատրաստվել եմ այսօրվա պատգամին, ինչքանով կհաջողվեմ տալ, չգիտեմ, բայց ամիսներով պատրաստվել եմ, շատ եմ մտածել այս մասին։ 40 տարի Մովսեսը ապրեց Փարավոնի տանը։ Եվ նա եգիպտացիների բոլոր իմաստությունով վարժվեց, զորավոր էր խոսքերով ու գործերով։ Ասում են ինչ որ ստե գրված է։ Ասենք մի տկար մեկը չէր, ոչինչ մեկը չէր, զորավոր մեկն էր։ Խոսքերով ու գործերով զորավոր մեկն էր։ Փարավոնի տանը մեծացած, ամենն իմաստությունով վարժված։ Եվ այլ շատ բաներ կարելի ասել, չեմ ուզում այդքան ասեմ, ուզում ասեմ, որ
այդքան իր համար մի կողմ, բայց իր սիրտը ուզեց այն իր ստրուկ եղբայրներին հետա տեսնի։ Ու ես հասկացել եմ, այստեղից սկսեց արդեն իր կյանքի փոփոխությունը։ Այն պահին, որ ինքը ուզեց գնալ իր եղբայրներին տեսնել, այդ օրվանից իր կյանքի մեջ մի հատ մեծ փոփոխություն եղավ։ Ես հավատում մեզանից յուրաքանչյուրի կյանքում, այ որ հիմա դու ստեղ ես, մի ժամանակ ստեղ չէիր։ Մեզանից չեմ կարող ասել բոլորը, ովքեր հավատքի մեջ են ծնվել, նրանց համար չեմ կարող ասել, բայց ովքեր անհավատության կյանքը ապրել են, մի օր եկավ, որ մեր կյանքի մեջ փոփոխություն եկավ, երբ որ մենք ուզեցինք, համաձայնվեցինք, մի հատ տենանք ես հավատացյալներին ինչ են անում։ Կամ մի հատ մեր ականջը տվեցինք, մի հատ լսենք, ինչ են ասում։ Ճիշտ եմ ասում ժողովուրդ։ Այն կետը, այն կետից, այն օրից, այն պահից, երբ որ դու ուզեցիր այս մարդկանց հետ շփվել, քո կյանքի մեջ փոփոխություն եկավ։ Այդտեղից արդեն Աստված սկսում է։ Մովսեսի կյանքում այս օրվանից, բայց ինչ փոփոխություն եղավ, ես էլ հետաքրքիր։ Մի անգամից Մովսեսը չդարձավ այն, ինչ որ մենք այսօր ասում ենք Մովսես։ Այդ օրվանից Մովսեսը այն, որ փարավոնի տան պատվավոր մեկն էր, դարձավ փախստական։ Դարձավ փախստական։ Այո, մեզանից շատերն էլ այն օրվանից, որ ուզեցինք իմանալ ինչ բան է հավատք, ինչ բան է հավատացյալ, ինչ բան է եղբայր քույր, դժվարություններ առաջացան մեր կյանքում։ Բայց հետո ենք հասկանում, որ այդ փախստական լինելը ծրագրով էր, Աստծո ծրագրով էր, Աստծո նպատակով էր։ Գիտեք ինչի համար դառավ փախստական։ Այդ որ զորավոր մեկն էր, Աստված ուզեց, որ նա դառնա աշխարհի ամենահեզ մարդը։ Ես այն բառերն եմ ասում, ինչ որ Աստվածաշնչում գրված է իր մասին։ Եկավ մի օր, օրինակ ստե գրած է, նա զորավոր էր, չէ՞, բայց միտեղ էլ գրած է, որ Մովսեսը աշխարհի ամենահեզ մարդն էր։ Այդ զորավորին դարձնել ամենահեզ մարդը ծրագիր էր։ Ինչ որ ձևով էսի պիտի արվեր։ Եվ ինչպես արվեց, դրանից հետո 40 տարի էլ նա ոչխար պահող եղավ, չոբան եղավ։ Այդ փախստական մարդուն մեկը համաձայնվեց, մադյանացի մեկը, ընդունի իր աղջկան էլ տվեց նրան, դե աները ոչխարները պահում էր։ Քիչ առաջ ասացի երևի շատ անգամ այսօր այս բառերը կկրկնեմ։ Այս ինչ որ գրված է մեր համար է գրված։ Այս ինչ որ գրված է մեր ճանապարհն էլ ասենց, պարզապես պարտադիր չի ոչխար պահես։ Բայց հենց այն օրվանից, որ դու ուզեցիր իմանաս ինչ բան է եղբայր քույր, Աստված քո կյանքի մեջ սկսեց աշխատել։ Եվ այն հպարտության, այն ցցված բաներ որ կային քո կյանքի մեջ, սկսեց դրանք սղոցել։ Սկսեց մաքրել, մինչև դու խոնարհվես եւ այն մարդը դառնաս, որ Աստծուն ասես այո։ Այն մարդը դառնաս, որ Աստված քո հետ կարողանա գործել։ Ամեն ասում եք սրա։ Շնորհակալ եմ Աստծուն։ Ուրեմն մեզանից հույս կա։ Էլի մարդիկ են եղել, որ լսել են, բայց այդ քայլը չարեցին։ Մովսեսի ստեղ գրած է սիրտը ուզեց։ Մյուս թարգմանությունում ասում է սրտի մեջ ընկավ, որ գնա իր եղբայրներին այցելի։ Սա առաջի քայլն էր, բայց երկրորդ, երրորդ եւ չորրորդ քայլեր էլ կան։ Ես ում հերթով ասենք, երկրորդ քայլը իմ համար ավելի հատկանշական է։ Երկրորդ քայլը էս էր, այդ երկրորդ քայլը բերեք կարդամ Ելից գրքից։ Ուրեմն այդ պատմությունը, որ ասում գնաց այցելության, ուզում դրանից հետո կարդամ։ Ուրեմն Մովսեսը երրորդ գլխի առաջ համարից եմ կարդում։ Մովսեսը Մադիամի քուրմի, այսինքն իր աներոջ հոտը կարածեցներ։ Հոտը անապատի ետին քշելով Աստծո լեռը Քորեբ հասավ։ Այդ օրը մի քիչ հեռու տարավ։ Այսօր ասում Աստծո լեռ,
Ես չեմ կարծում այդ ժամանակ այդ լեռի անունը Աստծո լեռ էր։ Ես կարծում եմ, որ այս դեպքերից հետո նոր այդ լեռի անունը դրվեց Աստծո լեռ, որտեղ Մովսեսը այդտեղ հանդիպեց Աստծուն։ Վերջը առաջի օրվա տպավորությունն է, որ Մովսեսը հոտը մի քիչ հեռու տարավ այդ օրը։ Հեռու տարավ եւ ինչի հանդիպեց։ Ուր գնաց։ Եվ Տիրոջ հրեշտակ կրակի բոցով մորենիի մեջից երևցավ նրան։ Եվ նա տեսավ, որ ահա մորենին կրակով կվառվեր, բայց մորենին չէր սպառվում։ Ու Մովսեսը ասեց. հիմա գնամ ու այս մեծ տեսարանը տեսնեմ, թե ինչու համար մորենին չի այրվում։ Չորրորդ համարը. Տերը տեսավ, որ նա տեսնելու եկավ, Աստված մորենիի մեջից կանչեց նրան ու ասեց. Մովսես, Մովսես, եւ նա ասեց ահա այստեղ եմ։ Իմ համար մի հատ կարևոր բանալի տեղ է այստեղը։ Ինչ կատարվեց։ Մովսեսը մի քիչ հեռու գնաց, էլի։ Շնորհակալ եմ Աստծուն, որ թույլ ա տալ մենք մի քիչ հեռու եթանք։ Այդ մի քիչ հեռուն շատ կարճ, երկար չեմ ուզում ասեմ։ Մարդիկ կան, որ ինչ գծով եթում են, նույն գծով էլ շարունակում են միշտ գնալ։ Բայց մեկ մարդկա ուզում է մի հատ հələ մի քիչ էլ էլի առաջ գնամ տենամ, այս մյուս մարդիկ, որ իմ նման չեն, ոնց են ապրում։ Մի քիչ հեռու գնամ։ Աստված տեսնում է դա։ Բայց կարևորը է սա, կարևոր դեռ չեմ ասի, կարևորը է սա։ Մովսեսը մի հատ հրաշք տեսավ, չէ՞ կարող ենք հրաշք ասել։ Ծառը վառվում էր, բայց չէր սպառվում։ Խնդրում եմ ուշադիր լսեք այս բացատրությունը, որ ես պետք է ասեմ։ Մովսեսը հրաշք տեսավ։ Ես իմ հոգևոր կյանքի ընթացքում, ինչպես դուք հավատում եմ, շատ անգամ անապաշխար մարդկանց հետ Աստծո խոսք եմ խոսել։ Վերջը խոսք եմ բացել Աստծո մասին։ Եվ բավականին մարդկանցից, անապաշխար մարդկանցից լսել եմ, որ իր կյանքում ինչ որ հրաշք է եղել։ Դուք լսել եք թե չէ։ Ինչ որ բան, որ ես մարդը ունեցա պատմի, ես օրինակ զարմացել եմ։ Եվ ոմանց կարծել եմ ասում, այդքանից հետո դու մնացել ես անապաշխար։ Այդքան բան, որ դու տեսել ես, քո կյանքում եղել է։ Կամ որևէ մեկ իր կյանքում չեղել, իր ընտանիքից մեկի կյանքում, իր անգերներից մեկի կյանքում եղել, որ ես մարդը տեղյակ է։ Ուրեմն Գործք Առաքելոց 14 գլխի մեջ 16 համարում գրված է. Աստված իրեն առանց վկայության չի թողել։ Այսինքն Աստված բոլորին այդ նման մի հրաշք ցույց է տալի։ Մի բան կատարվում է բոլորի կյանքում։ Այն առաջի մասը երիկա։ Աստված իրեն առանց վկայության չթողեց։ Մովսեսը, որ տեսավ այդ հրաշքը, կարար, տեսավ, էթար, ընդեղ պատմեր, գիտեք այսօր սենց հետաքրքիր բան եմ տեսել։ Իր կյանքի ընթացքում պատմեր, բայց մնար նույնը։ Մովսես այսօրվա Մովսեսը չէր լինի։ Ամենակարևորն էր, որ Մովսեսը մոտեցավ եւ ասեց, հետաքրքրվեց, տենամ ես ինչա։ Իմ այսօրվա խոսքի ամենաճիզակետը էսիա։ Մովսեսը հետաքրքրվեց, անտարբեր չանցավ, դարձավ տենալու եւ գրված է 4-րդ համարում։ Աստված էլ որ տեսավ Մովսեսը եկավ, խոսեց հետը։ Եթե Մովսես չգար զննելու, չգար տենալու, Աստված չէր խոսի։ Երբ որ Մովսեսը եկավ, Աստված խոսեց։ Ես մի հատ օրինակ եմ ուզում ասել։ Եղել է մարդ որ ձեն ես տվել, կանչել ես։ Քանի քո ձենը չի լսել, չես կարեց հետ խոսաս։ Բայց հենց դառնում, ասում պատասխանում է, ինչ ես ասում, հա, ես եմ եւ այլն, արդեն ձեր խոսակցությունը ստացվում է։ Բայց քանի չի այդ քո ձայնից հետ դարձել, չի եկել դեպի քեզ, իր հետ հարաբերություն չի ստացվում։ Ստեղ է դա։ Մովսեսը եթե չդառնար, եթե չգար, չհետաքրքրվեր, Աստծո հետ կապը չէր լինի։ Կապը եղավ, երբ որ Մովսեսը հետաքրքրվեց։ Այստեղից հիմա Մովսեսի կյանքից էլի բաներ կա, որ ես ասելու եմ, բայց հետո ստեղից ես արդեն ուզում եմ ներկայացնեմ գրել եմ, որոշ համարներ եմ դուրս բերել եւ այս համարների մեջ մի բառն է իմ համար։ Մեր այս լեզվով որ ասում ենք
ուշադրություն դարձրա, մի հատ լսի, արևմտահայերենով գրված է մտիկ արա։ Ուրեմն, ես պարտադիր չին դեր գրել, որը պետք է լինի կասեմ գրել։ Երկրորդ օրինաց 18-15-ում գրված է. Աստված ձեր եղբայրներից ինչպես մարգարե պիտի հանի, նրան մտիկ արեք, այսինքն նրան ուշադրություն դարձրեք։ Հիմա այ գրի հիմա Մատթեոս 17:5։ Վերջի, դե գիտեք, սա այլակերպության լեռան վրա, երբ որ Աստված ամպով իջավ, ամպից ձայն եկավ ասելով. դա է իմ սիրելի որդիս, որը հավանել եմ, դրան, այսինքն ուշադրություն դարձրեք, կամ լսեք։ Այս նույնը գրված է նաև Մարկոսի ավետարան, էլ մի գրի, ես մեկը հերիքա, 9:6-ում, Ղուկաս 9:35-ում։ Այսինքն, Աստված ինչ է ուզում, մի հատ ուշադրություն դարձրեք, նրան լսեք, նրան ուշադրություն դարձրեք։ Հաջորդ համարը, որ կներկայացնեմ, Առաջի Թագավորոս 15:22։ Երբ որ Սամվել մարգարեն Սավուղին հանդիմանեց եւ ասեց. խոսքին ուշադրություն դարձնելը, դες թարգմանությունում մտիկ անել է գրած։ Զոհից ու ընծայից ավելի լավ է։ Այսինքն, ինչքան է բանարեն ընդունվում զոհը, ընծան, մարդիկ ինչ զոհեր են բերում, ինչ բաներ են տալի Աստծուն։ Ասում եմ, այդ բոլորը ավելի ցածր է, քան թե խոսքին ուշադրություն դարձնելը։ Մյուսը, որ կուզեմ ներկայացնեմ, Առակաց 1:24, Աստված ասում է, ես կանչեցի, չուզեցիք լսել, ձեռքից մեկնեցի, մտիկ չարիք, այսին ուշադրություն չդարձրիք, ես էլ, երբ որ դուք կանչեք, ես չեմ լսի։ Առակաց 8:34, երանի այն մարդուն, որ ինձի մտիկ կնե, երանի այն մարդուն, որ ինձ ուշադրություն կդարձնի, Եսայի 48:18 հեսի գրի։ Եսայի 48:18 Երանի թե իմ պատվիրանքս մտիկ ընեիր, այսինքն ուշադրություն դարձնեիր, այն ժամանակ քո խաղաղությունը ջետի պես ու արդարությունը ծովի ալիքների պես պիտի լիներ։ Արդեն այդ ուշադրություն դարձնելու հետևանքը քո խաղաղությունը, քո արդարությունը, ինչպես ջետի պես, ծովի պես, այսինքն բոլորը սկսում է այդ ուշադրություն դարձնելով։ Հենց այս եմ ես ուզում ներկայացնեմ։ Մովսեսի հոգևորությունը, Մովսեսի բարձրացումը, Մովսեսի զորությունը, ամեն բան սկսվեց այն պայից, որ ինքը ուշադրություն դարձրեց։ Մենք էլ հենց Աստծո խոսքին, հենց Աստծո ձայնին ուշադրություն դարձրեցիր, քո խաղաղությունը ջետի պես, քո արդարությունը ծովի պես կգա։ Հաջորդը Սաղմոս 81:10-16 Ես եմ քո Տեր Աստվածդ, որ հանեցի քեզ Եգիպտոսի երկրից, լայն բաց քո բերանդ ու ես պիտի լցնեմ, բայց իմ ժողովուրդը մտիկ չրավ իմ ձայնից ու Իսրայել ինձ չուզեց։ Շարունակի։ Ուստի նրանց իրենց սրտի կամակորությանը թողեցի, որպեսզի իրենց խորհուրդների համեմատ քայլեն, հետո երանի թե իմ ժողովուրդը ինձի մտիկ աներ, այսինքն ուշադրություն դարձներ, ու Իսրայել իմ ճանապարհների մեջ քայլեր։ Բեր հաջորդը։ Շուտով պիտի խոնարհեցնեի նրանց թշնամիներին ու ձեռքս պիտի դարձնեի նրանց նեղիչների վրա։ Տերը ատողները խոնարհություն պիտի անեին իրեն ու նրանց ժամանակը հավիտյան պիտի լիներ։ Հաջորդամ այն նա պիտի կերակրեր նրանց պարարտ ցորենով ու վեմից վազած մեղրով քեզ պիտի կշտացնեի։ Այս պատերազմի ժամանակ էսի իմ են ամենա օգտագործվող համարներից տեղերից մեկն էր։ Աստված ոչ ասում է մեզ նոր ռակետներ ձեռք բերեք, նոր զենքեր սարքեք, չէ։ Ասում է հենց իմ խոսքին ուշադրություն դարձրեք, ձեր թշնամիներին ես կխոնարհեցնեմ։ Ժողովուրդ ավելի հեշտ էս չի։
Աստված ասում է, եթե իմ խոսքին լսեք 81 Սաղմոսի այդ 10 համար 10-ից 16-ը, էսի ձեր այն ականջին օղարեք, ես դրեք ձեր սրտի մեջ։ Աստված ասում է, եթե դու իմ խոսքին կարդացին, երանի թե իմ ժողովրդի իմ խոսքը լսեր։ Եվ թշնամիներից ազատվելա խոստանում, թշնամիներին կխոնարհեցնեի, եւ քո նեղիչների դեմ ձեռքս կմեկնեի, քեզ էլ կճերակրեի վեմից վազած մեղրով եւ պարարտ ցորենով։ Տեսեք, ինչքան մեծ խոստում կա այն պահից, երբ որ ուշադրություն դարձնենք Աստծո խոսքին, երբ որ լսենք Աստծո խոսքին։ Ուզում եմ այսքանը էլի տեղեր կան, այսքանն ասելով, որ ամեն բան սկսում է, հոգևոր սկիզբը սկսում է ուշադրություն դարձնելուց։ Սկսում է լսելուց։ Մովսեսը քանի չէր մոտեցել է ծառին, ոչ մի բան, բայց ես մոտեցավ Աստծո ձայնը լսեց։ Եվ Մովսեսի կյանքի են վերելքը սկսեց այդ կետից։ Քո կյանքի վերելքը սկսելու այն կետից, երբ որ դու լսես, ասենք լսել ես, որ եկել ես այստեղ։ Հեսա շարունակության համար էլ կասեմ։ Երեմիա 13:17-ում էլ մի գրեք, ես կասեմ յակն։ Ասում է, եթե ինձ ուշադրություն չդարձնեք, իմ հոգին ծածուկ տեղեր պիտի լացի ձեր համար։ Որտեղ ով որ իրան ուշադրություն չի դարձնում, ասում է գերի է այդ։ Մատթեոս 10:14-15, որ Հիսուս ուղարկեց քարոզելու, ասեց, ով որ ձեր խոսքերի մտիկ չանի, ասեք չլսի, ով որ ձեր խոսքերի ուշադրություն չդարձնի, ձեր ոտքերի փոշին էլ թող թափեք։ Դատաստանի օրը սոդոմացիների համար ավելի հեշտ լինելու, քան այդ մարդկանց համար։ Եվ վերջապես Առաջ Հովհաննու 4:6, ես էլ գրեք, մենք Աստծուց ենք, այն որ Աստծուն կճանաչի, մեզի էլի ուշադրություն կդարձնի, այն որ Աստծուց չի, մեզի մտիկ չի ան, ուշադրություն չի դարձնի։ Սրանով կճանաչենք ճշմարտության հոգին ու խաբեության հոգին։ Ես ոնց որ այն ամփոփում է։ Ինչով ենք ճանաչում։ Այն մարդը, որ ուշադրություն չի դարձնում, նա Աստծո հոգին չունի։ Իսկ ով որ ուշադրություն է դարձնում, ասում է սրանով կճանաչենք Աստծո հոգին։ Դե հիմա նորից կրկնեմ, sense ամփոփեմ, այսքան ասածս, այսքան համարներ որ դուրս եմ բերել ու անցնեմ առաջ։ Ես ստերից հասկացել եմ, Մովսեսի կյանքից հասկացել եմ, այսքան համարներից հասկացել եմ, որ Աստված մի բան է պահանջում, ինձ լսի։ Մի հատ ուշադրություն դարձրա։ Իմ խոսքին ուշադրություն դարձրա։ Մի ինչ որ հրաշք չեմ անում, մի ինչ որ բան եմ անում, հասկանում ես, որ այստեղ Աստծո մատը խառն է, մի հատ հետաքրքրվի։ Անտարբեր մի անցի։ Վայ նրան, ով անտարբեր կանցնի, երանի նրան, ով ուշադրություն կդարձնի։ Ես կրկնում եմ այն, որ այս համարների մեջ կարդացինք։ Հիմա Մովսեսը ուշադրություն դարձրեց եւ Աստված խոսեց եւ այդ օրվանից արդեն Աստված սկսեց Մովսեսի հետ խոսել։ Եվ մի բան, այս ուշադրություն դարձնելը ոչ թե միայն առաջի օրվա համար է, այլ դրանից հետո միշտ ուշադրություն դարձրա։ Այդտեղից է սկսում, բայց պետք է շարունակվի։ Դրանից հետո Մովսեսը միշտ ուշադրությունը Աստծո խոսքի վրա էր։ Եվ այն մյուս միտքը, որ ասելու եմ, Մովսեսը դրանից հետո ինչ որ անում էր, ասենք ինչ հարց բերում էին իր առջև, ինչ դժվարություն, ինչ ծրագիր, ինչ գործ, առանց Աստծուն հարցնելու ոչինչ չէր անում։ Ամեն բանը Աստծուց էր ստանում։ Ասենք եկան ասին, այս մեկը շաբաթ օրը գնացել է ցախ հավաքելու։ Միանգամից որոշում չկայացրեց, ասեց սպասեք Աստծուն ասեմ։ Աստծուց պատասխան ստացավ, նոր այդ պատասխանով վարվեց։ Սիրելի Աստծո մարդ։ Մի հատ ուշադրություն ես դարձրել, որ եկել ես այստեղ։ Բայց ցավոք ոմանք այդ մի անգամից հետո էլ ուշադրություն չեն դարձնում։ Ես կխնդրեմ, շարունակի ուշադրություն դարձնել։ Շարունակի լսել։ Եվ ամեն մի լսելուց Աստված նոր բան ասելու քեզ։ Ամեն մի լսելուց Աստված քեզ միասին բարձրացնելու է։ Եվ լսել ասած պարտադիր չի դու այնքան աղոթես մինչև լսես։ Փառք Աստծուն ես խոսքի համար։ Սա Աստծո խոսքն է։ Ամեն օր աշխատի ստեղից Աստծուն լսես։ Ամեն օր
մի հատ ժամանակ տրամադրի, այն որ Մովսեսը ժամանակ տրամադրեց եկավ այդ ծառի մոտ։ Այսինքն արի այս ծառի մոտ, այստեղ վառվում է, այստեղ կրակ կա։ Ժամանակ տրամադրի, արի եւ տես Աստված ինչ ասում քեզ։ Ուշադրություն դարձրա։ Աստծո խոսքին ուշադրություն դարձրա։ Ես հաճախ նմանեցնում եմ, որ քո հարազատը հեռու տեղից, դե հիմա հեռախոս կա, բան մի ժամանակ այս միտքը, որ ես ունեցել եմ, հեռախոս չկար։ Նամակ ուղարկած լինի։ Կարող է անտարբեր գցես նամակը չկարդաս։ Ես հավատում եմ, որ ասենք բանակից որ տղեն նամակա գրել, մայրերը երևի ամեն օր այդ նամակը կարդում էին։ Անգիր են արել արդեն տղի նամակը։ Ինչի համար, որտեղ սիրում ես։ Հիմա ես առաջարկում Աստծո խոսքը ամեն օր կարդա։ Աստված բան ունի քեզ ասելու։ Եվ դու կդառնաս Մովսեսի նման։ Անունը չի դնի Մովսես, քո անունը կմնա, բայց դու կդառնաս Մովսեսի նման։ Եվ դրանից հետո, տեսեք, մի արտահայտություն կա միտեղ։ Այն մյուս Աստծո մարդիկ էլ Աստծո մարդիկ էին, բան չունեմ ասելու, բայց Աստված Մովսեսի համար sense բան ասում։ Երբ որ իր քուրն ու աղբերը իր մասին խոսեցին եւ Աստված նրանց հանդիմանեց, ասեց ուրիշների հետ երազով եմ խոսում, տեսիլքով եմ խոսում եւ այլն, բայց Մովսեսի հետ բերանար բերան եմ խոսում։ Այսինքն Մովսեսը այդքան մտերմացել էր Աստծո հետ։ Ինչի համար, որտեղ Մովսեսը իր ամեն հարցը Աստծո հետ էր քննարկում։ Մովսեսը իսկապես երկնային մտածելակերպի մարդ էր։ Մովսեսը իսկապես ընդեղի մարդ էր։ Եթե այսքանի վերաբերյալ ծառայողներ բան ունեք ասելու համեցեք։ Եթե չունեք, ես ունեմ ասելու։ Ես ուզում շարունակեմ Մովսեսի համար։ Եբրայեցիների թղթի 11 գլխի 24 համարից եմ կարդում։ Հավատքով Մովսեսը երբ մեծացավ, չընդունեց Փարավոնի աղջկան որդի կոչվել, քանի որ ավելի լավ համարեց Աստծո ժողովրդի հետ չարչարվելը, քան թե մեղքի ժամանակավոր զվարճությունը վայելելը։ Ավելի մեծ հարստություն համարեց Քրիստոսի նախատինքը, քան թե Եգիպտոսի գանձերը, որտեղ դիտելով կսպասեր վարձքի հատուցումին։ Հավատքով Եգիպտոսը թողեց ու չվախեցավ թագավորի բարկությունից, որովհետև համբերեց, որպես թե անտեսանելին կտեսներ։ Ճիշտ կարդացի։ Ստե մի քանի բառի վրա ուզում ուշադրություն դարձնենք։ Ինչ որ կարդացի ձեր համար նորություն չի։ Բոլորդ էլ կարդացել եք, շատերը սովորեցրացել կլինեք, բայց մի հատ էլ ուշադրություն դարձնենք։ Այն որ Կողոսացիների թղթում, որ ես իմ սերտողություն շարունակության ես հիմքն եմ վերցրել, վերինները փնտրեք, վերինները մտածեք։ Հիմա Մովսեսի մեջ այդի աստեղ երևում է։ Ինքը երկերի վրա մարմնապես թագավորական կյանք էր ապրում։ Բայց ավելի լավ համարեց Աստծո ժողովրդի հետ չարչարվելը, քան թե այդ թագավորական կյանքի զվարճությունները։ Ինքը իր հոժարությամբ ընտրեց, իր առջև չէին դրել, իր հոժարությամբ ընտրեց։ Եվ Աստծո ժողովրդի հետ չարչարվելը ինչ է նշանակում։ Նա այս վերջում գրած է, սպասում էր վարձքի հատուցումին։ Նա երկնային բան ուներ իր մեջ, մտածելակերպ։ Նա երկրի համար չէր ապրում։ Չէր ասում, մի հատ երկու հատ դղյակ սարքեմ, մի հատ նոր թագավորություն հիմնեմ, չէ։ Ընդեղի վարձքին էր սպասում։ Նա մտածում էր ընդեղի մասին։ Եվ վերջում էլ ասում է, որպես թե անտեսանելին կտեսներ։ Երանելի վիճակ է, բայց ես երանել վիճակին ես հավատում, մեզանից յուրաքանչյուրը կարող է հասնել։ Պարզապես այս քայլերը, որ քայլերը համար առաջին ուշադրություն դարձրա։ Աստծո խոսքին ուշադրություն դարձրա։ Աստծո հրաշքներին ուշադրություն դարձրա։ Աստծո ամեն մի շարժին ուշադրություն դարձրա։ Իսկ Աստված իրան առանց վկայության չի թողում։ Աստված միշտ էլ քո կյանքի մեջ, քո ճանաչած մարդկանց կյանքի մեջ բաներ անում, որ պարզ երևում է, որ էսի Աստծո ձեռքն էր։
որ եսի Աստծո պահպանություն, եսի Աստծո գործներ։ Հենց ուշադրություն դարձնես, հենց ուզենաս զննես, Աստված խոսի քո հետ։ Մովսես հենց մոտեցավ այդ ծառին զննելու, Աստված խոսեց։ Քանի չէր մոտեցել, Աստված չէր խոսում, որ խոսելը չէր լսի։ Բայց երբ որ մոտեցավ, Աստված խոսեց։ Մոտեցի եւ Աստված կխոսի։ Գիրք որ կարդում ես, զննելով կարդա։ Այնպես կարդա, որ ես տենամ ես ինչ կա այստեղ, ես ինչ հրաշալի բան է։ Եվ Աստված ես գրքով խոսի քո հետ։ Ինչքան հայտնություններ եք ստացել։ Աստված օրհնի ձեզ։ Բայց այս մասը ուզում նորից նաև ավելի մեծ հարստություն համարես Քրիստոսի նախատինքը, քան թե Եգիպտոսի գանձերը։ Գիտեք, աշխարհի մարդկանց են ամենամեծ են փափագը վազքը հարստություն։ Դրա համար Հիսուսն ասեց, չեք կարող ծառայել Աստծուն ու մամոնային։ Այսինքն մարդկանց կյանքի մեջ մամոնան է շատ այդ բարձրացած։ Բայց Մովսեսը հասկացել էր։ Քրիստոսի նախատինք ասելու գիտեք ինչ նկատի ունի։ Ոչ թե Քրիստոսն է նախատում, չէ։ Մեզ այն շատերը դրանով անցել ենք։ Մենք որ ընդունեցինք Քրիստոսին, ինչքան մարդիկ մեզ նախատեցին։ Ինչքան մարդիկ մեզ արհամարեցին, ինչքան մարդիկ մեզ ծաղրեցին, որ մենք Քրիստոսին ենք ընտրել։ Բայց էսի ավելի մեծ հարստություն է, քան թե երկրային ինչ որ գանձեր։ Քան թե Եգիպտոսի գանձեր։ Երկրային բոլոր գանձերը մեր հետ չեն հափշտակվելու։ Ամենաշատ գանձներ ունես, այստեղ հիշեցի մի հատ հումոր, թե անեկդոտ ասեմ լավ, որ մի հարուստ մարդ, yani ապաշխարել է փրկումը, բայց իր մահվան ժամանակ Աստծուն խնդրում է, թե ին ոսկուց մի քիչ հետը ստանեմ։ Այնքան է խնդրում, Աստված ասում է, լավ տար։ Մի մեշոք ոսկի շալակին հետ մա դրախտ։ Պետրոսն է դիմավորում։ Էս ինչա ոսկի։ Այ տնաշեն էս ասֆալտը խես բերը։ Որտեվ այնտեղ փողոցները ոսկի են։ Նենց որ ստեղի հարստություն ընդեղի ասֆալտից էլ ցածր է։ Ընդեղի հարստությունը ուրիշ արժեք ունի։ Եվ Մովսեսը հասկացել էր։ Ավելի լավը Քրիստոսի նախատինքը, քան թե այս աշխարհի գանձերը։ Եվ դա իր մտածելակերպի հիմքն էր։ Նա վարժյատություններ սպասում եւ նա այնպես էր ապրում, կարծես անտեսանելին տեսնում էր։ Հիմա այսքան ասեցի, որ բերեմ վերջնական խոսքին։ Մենք այն ժողովուրդն ենք, որ հավատացել ենք, որ հասկացել ենք եւ որ ուզում ենք Աստծո հետ լինել։ Մենք ուզում ենք, որ այս աշխարհից գնալուց Աստծո հետ լինենք։ Ես sense ասի, որտեվ կարող է որոշներս չկարողանանք հասնենք մինչև հափշտակության օրվան, Աստված տա բոլորս այդ օրվան հասնենք եւ այդ հափշտակության մեջ լինենք, եթե հափշտակությունը մի քիչ ուշանա, դե մարդ ենք, բոլորս էլ ստերից գնալու ենք։ Բայց հավատում ենք, որ ընդեղի կյանքը, ընդեղի վերևի, ներքևի չէ, ներքևում դժոխքն է, ընդեղի կյանքը ուրիշ է։ Եվ մենք ընդեղի վաստակը ունենանք։ Մենք ստեղ քանի ստեղ ենք, ընդեղի համար աշխատենք, ընդեղի վաստակը ունենանք, որ գնանք վայելելու բան ունենանք։ Եվ այս մարդիկ, այս հավատքի մարդիկ այդ արեցին։ Ում անունները որ այսօր տվեցի, դե հետո էլի անուններ շատ կան։ Այս մարդիկ այդ արեցին, այս մարդիկ ընդեղ բան դիզեցին, են հարստություն դիզեցին։ Ստեղ Քրիստոսի նախատինք կրեցին, բայց ընդեղ հարստություն դիզեցին։ Ստեղ Աստծո ժողովուրդը չարչարվեցին, բայց ընդեղ հարստություն դիզեցին։ Այո, ստեղ մենք աշխատենք, ծառայենք, թեկուզ նախատվենք, ինչ անենք, բայց ընդեղ հարստություն դիզենք։ Աստված օրհնի ձեզ, եթե բառներ եք ասելու ծառայողներ համեցեք։ Ամենասկզբում, որ ներկայացվեց, որ Մովսեսը իջավ իր եղբայրներին տեսնելու։ Եվ ոնց որ այդտեղից ամենից սկսվեց, էլի։ Լավ ներկայացված էր, որ թե ով էր Մովսեսը, ինչքան մեծ մեկն էր, բայց այդ իր մեծ լինելը իրան չարգելեց, որ ինքը իջտի ստրուկներին տեսնելու։ Ասում եմ, մտածեցի, էլի, միգուցե մեր կյանքում էլ ա եղել, որ միջև հավատքի գալը մեր համար եկեղեցում լինելը ոչ պատվաբեր բան ա եղել, կամ մեծ արժան չենք համարել եկեղեցի գալը,
բայց հետո եկել ենք հասկացել ենք, որ սա ավելի մեծ հարստություն է, ավելի մեծ պարծանք է Աստծունը լինելը, Աստծո ժողովրդի մեջ լինելը, քան թե որ մի ժամանակ մտածում էինք մենք միգուցե մեծ մեկ դենք ավելի բարձր մակարդակի մեջ ենք, բայց որ գալիս ես Աստծո լույսի ներքո ես հասկանում ես, որ նա արժեք չուներ ընդհանրապես։ Եվ փառք Աստծուն, որ Մովսեսը իջավ, փառք Աստծուն, որ մենք էլ իջանք եղբայրներին տեսնելու։ Իջանքը չաճերդավոր, իրականում բարձրացանք։ Իրականում բարձրացանք, այո։ Եվ նաև ոնց որ նորովի ուշադրությունս գրավեց այն հատվածը, որ Մովսեսը մտիկ արեց, ուշադրություն դարձրեց եւ քայլ արեց, մոտեցավ։ Եվ ասում Աստված տեսավ, որ Մովսեսը եկավ, խոսեց, կանչեց։ Երբ որ մեր արձագանքը կա, Աստված խոսում է։ Այդ որ ասի նշանակ մեզ որ հաջողվել է։ Մենք ուզում ենք այդի բոլորիս մեջ նստի այդ միտքը, որ Մովսեսը մոտեցավ, դրա համար Աստված խոսեց։